Adobe Illustrator-ը օգտագործելով web edge-եր սարքելու համար մեզ հարկավոր է լինում կտրտել մեր իլյուստրացիաները տարբեր նկարների իրենց ֆորմատով եւ էքսպորտ անել այդ նկարները համապատասխան, որպեսզի օգտագործվեն մեր web կայքերի համար։ Դրա համար Adobe Illustrator-ում գոյություն ունեն հատուկ գործիքներ, Slice tool, որի shortcut-ն է Shift+K եւ Slide Selection tool։ Նրանք թույլ են տալիս կտրտել մեր artwork-ը տարբեր մասերի եւ էքսպորտ անել համապատասխան ֆայլ, export save for web պատուհանի օգնությամբ, որտեղ մենք նույնպես ունենք սլայսերի գործիքը եւ կարող ենք այն օգտագործել մեր աշխատանքը կտրտելու համար եւ էքսպորտ անելու որպես տարբեր ֆորմատով նկարներ։ Ինչպես է այդ գործիքը աշխատում։ Ենթադրենք մենք ունենք այս 4 օբյեկտը մեր artboard-ի վրա, ցանկանում ենք նրանցից ստեղծել սլայսեր։ Դրա համար մենք պետք է կատարենք object slice հրամանները, որը դուք հիմա տեսնում եք, եւ դրանց միջոցով ստեղծենք slice։ Slice-երը Adobe Illustrator-ում լինում են auto slicer եւ լինում են user defined slices, այսինքն user-ի կողմից ստեղծված slice-երը։ Այժմ եթե մենք ընտրենք այստեղից object show clip to artboard հրամանը, ապա մեր բոլոր սլայսերը կհամապատասխանացվեն մեր artboard-ի չափին։ Եկեք այժմ ընտրենք մեր օբյեկտները եւ object slice make հրամանով ստեղծենք սլայսեր։ Ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք տարբեր տիպի սլայսեր, որը կտրտվել է Adobe Illustrator-ի կողմից, եւ եթե մենք հիմա նայենք, այստեղ կան սլայսեր, որոնք մեր selection-ից դուրս են։ Այդ սլայսերը կոչվում են auto slicer, ինչպես ես նշեցի մի քիչ առաջ, եւ չի կարելի այդ սլայսերը խմբագրել։ Այլ կարելի է խմբագրել այն սլայսերը, որոնք որ մենք ընտրել ենք։ Եթե մենք նայենք մեր layer-ի պանելում, ապա դուք այժմ չեք կարող տեսնել այն մասերը, որը որ Illustrator-ի կողմից կտրտվել են փոքր մասերի։ Նկատենք, որ նաև տեքստերն է կարելի Adobe Illustrator-ի կողմից ստեղծել որպես slice եւ այնուհետև էքսպորտ անել նրան։ Adobe Illustrator-ը հնարավորություն ունի սլայսերը էքսպորտ անելու տարբեր տիպի, դրանցից են օրինակ HTML, կարելի է այն էքսպորտ անել կամ կարելի է էքսպորտ անել որևէ մի սլայսը որպես նկար կամ որևէ մի մասը որպես no image, այսինքն որը իրենից չի պարունակում նկար։ Համապատասխան այդ մասերը մեր web edge-ի վրա կբնութագրվեն որպես ոչ նկարային, այսինքն որոնք չեն պարունակում նկարներ։ Այժմ այս մյուս գործիքով Slice Selection tool-ով մենք հնարավորություն ունենք ընտրենք այս մեր սլայսերը եւ աշխատենք նրանց հետ։ Ինչպես դուք տեսնում եք, մենք կարող ենք ընտրել առանձին օբյեկտներ եւ եթե մենք այժմ ուզենանք տեղափոխել կամ մաքրել այս սլայսերը, ապա դուք տեսնում եք, որ սլայսերը տեղափոխվում են մեր օբյեկտների հետ մեկտեղ։ Այժմ բացենք Object Slice պանելը եւ տեսնենք, թե ինչ հրամաններ այստեղ
մենք ունենք։ Դուք տեսնում եք, որ կա release հրամանը, որից հետո մենք օրինակ կարող ենք ազատել մեր ընտրված օբյեկտը, կամ եթե մենք ընտրեինք ամբողջ artboard-ը, կազատեինք բոլոր օբյեկտները այդ slice-երից, կա հրաման delete all, եթե մենք տանք delete all, ապա մենք կջիջենք մեր բոլոր ստեղծած slice-երը։ Եթե մենք ունենք կոնկրետ ընտրված օբյեկտ, ապա մենք կարող ենք ստեղծել slice այդ օբյեկտից, ինչպես դուք հիմա տեսնում եք, եւ այդ դեպքում եթե մենք այն ստեղծում ենք այդ հրամանով, ապա մեր մոտ layer-ներում դուք տեսնում եք, որ հայտնվում է slice օբյեկտը, եւ ընտրելով այս slice օբյեկտը կամ մեր move tool-ով կարող ենք նրան տեղափոխել ինչպես օբյեկտը, այնպես էլ աշխատենք slice-ի հետ, ընտրելով նրան layer-ից կարող ենք ձևափոխել, կարող ենք ընտրել direct selection tool-ը եւ աշխատել նրա կորերի հետ, ինչպես նաև ցանկացած կետի հետ, համապատասխան փոփոխելով այդ կետը, ինչպես դուք այժմ կարող եք նկատել։ Այժմ մենք նորից կարող ենք անենք կամ delete all կամ release եւ մեր slice-ը կվերանա։ Ինչպես նաև այստեղից կարող ենք ջնջել այդ օբյեկտը։ Եթե մենք ունենք guide-եր, համապատասխան որը մենք ստեղծել ենք մեր այս artboard-ի համար, մենք կարող ենք ստեղծել slice-եր նաև guide-երից create from guides հրամանով եւ դուք հիմա տեսնում եք, որ մենք ունենք slice-եր։ Այս slice-երը կարելի է duplicate անել, այսինքն կրկնապատկել, հիմա եթե դուք տեսաք մեր layer-ում ավելացան եւ մենք ունենք հիմա նաեւ աշխատանքային միջավայրում նրա կրկնօրինակները, այժմ անենք Ctrl-Z կանքի հետ։ Slice-երի հետ աշխատելիս մենք կարող ենք անել նրանց divide, այդ ժամանակ բացվում է այս վահանակը, որտեղ մենք կարող ենք slice-երը բաժանել ինչպես տարբեր մասերի, այնպես էլ բաշխենք պիքսելները համապատասխան մեկ slice-ի համար։ Եթե մենք օրինակ հիմա սեղմենք, տեսնենք, որ մենք նրանց բաժանեցինք հորիզոնտալ, նույն ձևի կարելի է բաժանել նրանց vertical, սեղմենք preview-ն, որպեսզի դուք տեսնեք այդ փոփոխությունը, տակ cancel, այստեղ slice-երի հրամանից մենք նայենք, ունենք combine slices, եթե մենք ընտրել ենք մի քանի slice-եր, օրինակ եթե մենք ընտրենք մեր selection tool-ով մի քանի slice-եր եւ բացի դրանից տեղափոխելու ընթացքում եթե մենք սեղմում ենք shift-ը, ապա մենք նրանց տեղափոխում ենք համապատասխան 45 կամ 90 աստիճանով։ Եթե մենք ունենք այժմ մի քանի slice-եր, մենք կարող ենք անենք նրանց combine, այսինքն մի քանի slice-ից ստեղծենք մեկ slice։ Slice option-ները բացելով մենք կարող ենք ընտրել ինչպիսի slice է ստեղծվում, ինչպես դուք տեսնում եք no image, այսինքն այն նկար չէ, կարող ենք նաև այստեղ ընդգրկել որևէ մի տեքստ slice-երի, որից այն export կարվի որպես HTML, կարող ենք վանդակները դասավորել վերև, ներքև, աջ համապատասխան, կարող ենք ընտրել background-ը մեր slice-երի համար սպիտակ կամ ցանկացած որևէ գույն այստեղից, կամ ընտրենք նրան eyedropper-ի օգնությամբ, եթե մեզ հարկավոր է ընտրել, եւ
Ավելացնենք, որ այստեղ բոլոր այս սլայսերը, երբ որ նրանք էքսպորտ են արվում վեբ կայքի համար, ապա նրանք աշխատում են որպես table-ներ վեբ կայքի համար, որով կառուցվում է այդ դիզայնը։ Այժմ եթե մենք եկեք մաքրենք մեր բոլոր սլայսերը, delete անենք նրանց, ընտրենք որևէ մի օբյեկտ, մտնենք, անենք make, այս օբյեկտից ստեղծենք slice, հետո կանք slice option, այստեղ ընտրենք image, դուք կտեսնեք, որ մենք մեր slice-ին կարող ենք տալ անուն, ինչպես նաև կարող ենք այստեղ տալ որևէ մի հասցե, որը կաշխատի որպես link այս slice-ից, կարող ենք գրել մեսիջներ, target անենք, թե այդ լինքը ինտերնետում ինչպես է բացվելու հենց իրեն ծնող պատուհանում կամ նոր պատուհանում, գրենք նաև մեսիջը, որը կհայտնվի այդ բրոուզերի, եթե մենք անում ենք blank edge վերևի մասում որպես title եւ alt-ը, այսինքն երբ որ դուք mouse-ով կանգնեք նրա վրա վեբ կայքի վրա, ապա այնտեղ կգրվի համապատասխան տեքստը եւ ընտրենք background-ի գույնը, ապա մենք կունենանք link։ Ավելացնենք, որ այդ լինքերը լինում են ուղղանկյուն, քանի որ սլայսերը ստեղծում են ուղղանկյուն։ Իսկ եթե մենք ուզում ենք ընտրենք որևէ այլ տիպի լինք, մենք պետք է բացենք attribute panel-ը, Illustrator-ում եւ այստեղից ընտրենք polygon բազմակ կամ քառակուսի եւ ավելացնենք լինքը այստեղ համապատասխան, որպեսզի այն բացվի մեր ինտերնետի էջից եւ ավելացնենք տեքստը, եթե ուզում ենք այստեղ համապատասխան, թե ինչի մասին է այդ սայթը։ Սրանից հետո եթե մենք ստեղծում ենք մեր սլայսերը, մենք պետք է ընտրենք export save for web, այստեղ կարող ենք ընտրել slice գործիքը, ընտրենք այս slice գործիքները, աշխատենք նրանց հետ եւ համապատասխան ամեն մի նկարի համար մենք կարող ենք ընտրել նրա ֆորմատը, ասենք սրա համար JPEG, այս մի slice-ի համար կարող ենք ընտրել GIF, այս մի վերևի slice-ի համար կարող ենք ընտրել JPEG Low եւ այժմ եթե մենք ընտրում ենք այստեղ բոլոր սլայսերը, ապա մենք կունենանք բոլոր նկարները, եթե ընտրենք all user slices, դա կլինի այն սլայսերը, որոնք user-ն է ստեղծել, որը չի ընտրում auto slice-երը, կամ selected slices, այսինքն կոնկրետ ընտրած slice-ը։ Մենք ընտրում ենք all slices, տալիս ենք save, բացված մեր պատուհանում, ընտրում ենք, ասենք, անունը, ստեղծում ենք նոր folder, ընտրելով այդ folder-ը, տալիս ենք save, եթե մենք հիմա բացենք մեր image folder-ը, դուք կտեսնեք, որ այստեղ ստեղծվել է images թղթապանակով folder-ը, որտեղ կան բոլոր այն նկարները, որոնք մենք նշել ենք եւ export ենք արել համապատասխան տարբեր ֆորմատներով։ Այսպես slice գործիքով հնարավոր է կտրտել մեր աշխատանքը եւ export անել, որպեսզի օգտագործվի վեբ էջերում։